Միացյալ Նահանգները Վենեսուելայում իրականացրած գործողություն շատ կարճ եւ շատ արագ կարողանալով հաջողություն գրանցել եւ ըստ էության շատերի գնահատմամբ Իրանի հարցում Միացյալ Նահանգների ռազմավարական սխալն այն էր, որ իրենք համատում էին դա Վենեսուելայի հետ, չխորանալով արևելյան, այսպես ասած, մենտալիտետի մեջ, չխորանալով Իրանի Իսլամական Հանրապետության կայացվածության եւ պետության կառուցվածքի մեջ եւ փաստացի անգամ ռազմաքաղաքական եւ հոգեվոր վերնախավի որոշակի հատվածի ֆիզիկական ոչնչացումից հետո նրանք չկարողացան հաջողության հասնել այս ամիսների ընթացքում դա արդեն իսկ ակնհայտ է եւ անգամ հիմա Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ իրենք չունեն բավարար չափով հրթիռներ կամ զինանոց, որպեսզի շարունակեն ռազմական գործողությունները։ Այս ֆոնին հետաքրքիր է Իսրայելի դիրքավորումը, որը որ հիմա ակտիվ է առավելապես Լիբանանում եւ Գազայի հատվածում։ Կարծես թե իսրայելական կողմը նույնպես գոնե այս պահին փորձում է խուսափել հարվածից Իրանի նկատմամբ։ Այստեղ գիտեք ոնց հիմա ուշադրություն դարձնենք Միացյալ Նահանգների քայլերը գնահատենք, հա, որովհետև այնուամենայնիվ ակնհայտ է, որ Միացյալ Նահանգների համար ստրատեգիական խնդիրը դա Չինաստանն է եւ Չինաստանի տնտեսությունը, որ իրեն թիվ 1 մրցակիցն է։ Ընդ որում այդ մրցակցին կարելի է հաղթել, եթե մրցակցի տնտեսությանը հասցներ մահացու հարված։ Այդ մահացու հարվածը դա նավթն էր, որտեվ Չինաստանի տնտեսության համար անհրաժեշտ հոսանքի արտադրության առողջի բաժինը նավթից է, նավթով է, ծոցի երկրների եւ առաջնորդին Իրանի կողմից վաճառվող նավթն է, իհարկե Ռուսաստանն էլ կա գազնավթ, բայց առողջի բաժինը այստեղ է եւ հետեւաբար Միացյալ Նահանգների ստրատեգների հաշվարկը նա էր, որ եթե Չինաստանի տնտեսությունը թուլացնելու կամ ծնկի բերելու իրենց քայլերը ուղղակիորեն կապվում են Իրանի հետ խնդիրներ առաջացնելով, այդտեղ համադրվեց եւս մեկ պետության շահերի Իրանի նկատմամբ խոսքս Իսրայելի մասն է։ Այսինքն այստեղ երկու ռազմավարական դաշնակից պետություններ Իսրայել Միացյալ Նահանգներ ունեին ընդհանուր թշնամի, բայց տարբեր խնդիրներ։ Ամեն մեկը Իրանից տարբեր բաներ էր ուզում։ Եթե Իրանի եւ ծոցի երկրների նավթի եւ կոմունիկացիաների վերահսկողությունն էր ԱՄՆ-ի նպատակը, ապա Իսրայելի նպատակը մեծ Իսրայել ստեղծման ճանապարհին, որը ի դեպ պետք է լիներ Նեղոսից մինչև Եփրատ, պատկերացնում եք տարածքը, Եգիպտոսի մի մասը եւ այդպես Եփրատ մինչև Թուրքիայի մի մասը։ Այսինքն մտնել հայկական բարձրավանդակ։ Եվ այդ առումով շահերը տարբեր էին, բայց թիրախը նույնն էր, թիրախը Իրանն էր։ Հիմա երբ Միացյալ Նահանգները ակնհայտ է, որ նահանջում է այսօր էլ Իրանի անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հայտարարությունը, որ Իրանը չի կրկի եւ ԱՄՆ Իրան պայմանագիրը կնքվելու է Իրանի պայմաններով, ընդ որում այդ պայմանները կապվում է եւ Հորմուզի նեղուցի հետ, կապվում է եւ փոխհատուցման հետ ռեպարացիայի ծոցի երկրներում ամերիկյան բազաների դուրս գալու, Լիբանանում ցախալի դուրս գալու, պատերազմը կանգնեցնելու եւ սա այո Իրանի պահանջներն է, ակնհայտ է։ Եվ հիմա տեսեք, եթե Միացյալ Նահանգները դուրս է գալիս, Միացյալ Նահանգները փաստացի ինքը արձանագրում է, որ Իրանի պայմանների կատարում իր համար սկզբունքորեն պարտություն է, բայց դա կապիտուլյացիա չի, ինքը չի կարող չհամաձայնվել այդ պայմաններին։ Ճիշտ է, ԱՄՆ նախագահ պարբերաբար ասում է, որ Հորմուզի նեղուցի հսկողությունը իրենն է պատկանում, բայց դա իրականությունից հեռու գնահատական է։ Արտաքին շրջափակումը ծոց մտնելու, այո, Միացյալ Նահանգների ավիակիրներն են, բայց դա վաղ թե ուշ դուրս են գալու։ Հիմա այստեղ ուշադրություն դարձրեք մի կարևոր հանգամանքի վրա։ Եթե Իրանի հետ այնուամենայնիվ Միացյալ Նահանգները ինչ-որ պայմանագիր կնքում է, սա Իսրայելի շահերին ուղղակիորեն հարվածում է։ Եվ հարվածում է Իսրայելի ներկայիս վարչակազմի եւ վարչակազմի գլուխ անցածող վարչապետ Բենյամին Նեթանյահուի ամիջական իր կարգավիճակին եւ իր ֆիզիկական գոյությանը։ Այստեղից հետեւություն, ինչպես Միացյալ Նահանգները հիմնավորի, որ ինքը այլևս Իրանի դեմ պատերազմելը անիմաստ է, ոչ թե որ ինքը իր դաշնակից Իսրայելին գցում է, այլ ուղղակի ինքը չի կարող։ Եվ ձևը գտել են, գիտեք, ընդ որում մի կրակոցով երկու նապաստակի է Միացյալ Նահանգները խփում, նաեւ Ուկրաինայի հարցով։
ասում է հրթիռներս բավականին քիչ են։ Չունեմ, հա։ Քիչ է, ինքը չի ասում չունեմ, քիչ է եւ բավարար չի, ինչ էլ ունեմ ինձ համար է։ Եվ կարծես թե լուծումը գտել է։ Իրանին հարվածելու համար պաշարը քիչ է եւ երկարատև պատերազմի ռեսուրս չունի, Իսրայելը այստեղ ոչինչ չի կարող ասել, եւ երկրորդ, Ուկրաինայի պահուշություն դարձրեք, կարծես թե անուղակի Միացյալ Նահանգների այս քայլը Ռուսաստանի Դաշնությանը մեծ նվեր է, որտեղ շուրջ արդեն 1 ամիս է Ուկրաինայի երկինքը ամբողջովին բաց է ռուսական բալիստիկ եւ թեւավոր հրթիռների համար եւ ռեակտիվ շարժիչով անօդաչու թռչող սարքերի համար։ Այսինքն ցանկացած թիրախի ռուսական կողմը ընդ որում մեծ ինտենսիվությամբ եւ մեծ քանակով հարվածում է։ Ես հիմա կարող եմ ենթադրել, բայց այդ ենթադրությունը էական չի, փաստը մնում է փաստ, արձանագրում ենք, որ Միացյալ Նահանգների հրթիռների ոչ բավարար քանակը հնարավորություն է տալիս մի կողմից Իրանի հետ կնքել ինչ-որ պայմանագիր մինչև նոյեմբերին կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, որով ԱՄՆ նախագահ ասում է, այդպես պատերազմը կանգնեցրեցի, մենք հաղթեցինք, էական չի ինքը ոնց կձևակերպի։ Փաստը մնում է փաստ, որ պատերազմը կանգնել է։ Այս առումով Իսրայելը իսկապես տուժում է։ Մյուս կողմից Ուկրաինան իր համար մեծագույն գլխացավանք էր եւ Ուկրաինային ինքը չի օգնում, որտեղ այդ հրթիռները ինքը չի տալիս։ Իդեպ մի պահ եղավ, երբ խոստացավ հրթիռների արտադրության տեխնոլոգիաները տալ, հետո շատ արագ հետ կանգնեց, եթե հիշում եք, Ուկրաինայի մասն է խոսքը։ Հիմա այստեղից գալիս ենք հաջորդ հետևությանը, որ Միացյալ Նահանգներին այնուամենայնիվ պետք է եվրասիական տարածքում բոլոր բախումները կանգնեն եւ իր ամբողջ ռեսուրսային բազան լինի տնտեսական, լինի ռազմական, լինի հետախուզական, լինի քարոզչական, ուղղված լինի մեկ պետության դեմ, դա Չինաստանն է։ Այնինչ հիմա Չինաստանը արերևույթ Իրան ԱՄՆ ռազմական բախման մեջ չի մասնակցություն չունի։ Բայց ինչպես ռուսերեն ասում են, «Իեժու ясно», որ Իրանի ամեն օր պակասող անօդաչուները ռմբահարված ամերիկյան ավիակիրների վրայից հրթիռներով, հոբ համակարգերը, քրիտիկական ենթակառուցվածքները եւ այլն, բայց ինչպես ասում են, ոչնչացվում է, ԱՄՆ ողջևորում է, որ փաստացի ոչնչացել, մեկ էլ տեսնում են նորից ունի փոխլրացվել է, այսինքն այստեղ Չինաստանի դերը ակնհայտ է, հա։ Նաև կարծում եմ որոշակի առումով ռուսները ես հոպի համակարգն է, որտեվ ինքնաթիռներ են խոցվել ամերիկյան եւ արդեն ամերիկացիները այդ ժամանակ իմացան, որ այս 300, 400 հստակ աշխատել են, որտեվ ասենք եթե 300 կիլոմետրի վրա ինքնաթիռ է խփում հեռավորության, դա ռուսական այս 400-ն է, այդ 400-ը 300-ը ու առավելագույն -50 կիլոմետր են հեռավորությունն է, որը ցույց է տալիս, որ այդ համալիրը կարող է խոցել օդային թիրախ, ասենք ինքնաթիռ։ Եթե 300 կիլոմետրի վրա իրանական կողմից խոսվում է ամերիկյան ինքնաթիռ, սա նշանակում է, որ աշխատել է, իսկ Իրանը ինքը չունի այդ հեռահարության գործող հրթիռներ։